Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, թույլ տվեք ամփոփ ներկայացնել 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակներում շրջակա վիճակի նախարարության կողմից նախատեսվող աշխատանքները, որոնք բխում են կառավարության ծրագրով ամրագրված ոլորտի առաջնահերթություններից եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններից։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող 6 բյուջետային ծրագրերի շրջանակում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը նախատեսվում է շուրջ 15.4 միլիարդ դրամ, որը 813 միլիոն դրամով ավելի է 2025 թվականի հաստատված 14.5 միլիարդ դրամ բյուջեից։ 2026 թվականի նախատեսված գումարից մոտ 2.4 միլիարդ դրամը միջազգային դրամաշնորհներն են, իսկ շուրջ 13 միլիարդ դրամը պետական բյուջեի հատկացումները։ Կցանկանայի առանձին անդրադառնալ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին COP17-ին։ Այս կարևորագույն համաժողովի կազմակերպման համար 2026-2028 թվականների պետական բյուջեի նախնական չափաքանակների շրջանակներում նախատեսվել են ֆինանսական միջոցներ, որից շրջակա միջավայրի նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեի նախագծով կհատկացվի 1 միլիարդ դրամ, իսկ մնացած գումարի տրամադրումը կիրականացվի կառավարության պահոստային ֆոնդից միջոցառումների իրականացման ընթացքին եւ առաջնահերթություններին համապատասխան։ COP17-ի հյուրընկալմամբ երկիրը պարտավորում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը։ Համաժողովին ընդառաջ արդեն իսկ իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես COP17-ի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է համաժողովի կազմակերպման եւ անցկացման կոմիտե։ Այս տարի կառավարության որոշմամբ 2025 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում արդեն իսկ 5 միլիարդ 775 միլիոն դրամ գումար է ուղղվել Մերիդիան Էքսպո կենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման եւ բարեկարգման աշխատանքների համար։ Ամբողջ տարածքը համաժողովի անցկացման պահանջներին համապատասխանեցնելու եւ բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու նպատակով։ Հարգելի գործընկերներ, COP17-ի միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնեմ նոյեմբերի 11-ին գումարվող ազգային ժողովի հերթական նիստում։ Այժմ թույլ տվեք ամփոփ ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության հիմնական բյուջետային ծրագրերը։ Նախարարության բյուջետային ամենամեծ ծրագիրը անտառների կառավարում ծրագիրն է, որի ընդհանուր հատկացումը կազմում է ավելի քան 7 միլիարդ դրամ։ Այդ թվում Ինչպես հայտնի է, էկոպարեկային ծառայության մասին օրենքի ընդունմամբ անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի նոր ստեղծված էկոպարեկային ծառայության միջոցով։ Վերջինիս պահպանման ծախսերը 2026 թվականի պետական բյուջեի նախագծով կազմում է 5.7 միլիարդ դրամ։ Ծառայության հաստիկացուցակով նախատեսված է 1176 հաստիկային միավոր, որից ներկայումս համալրված է 820-ը, այդ թվում 763 էկոպարեկ։ Համակարգի ներդրման գործընթացի շրջանակներում շարունակվում են ինչպես էկոպարեկների հաստիկների համալրման, այնպես էլ վերազինման աշխատանքներ, ներգրավելով նաև դրամաշնորհային ծրագրեր միջազգային գործընկերների աջակցությամբ, մասնավորապես գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման 26 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատկացնել շուրջ 2.5 միլիարդ դրամ, իսկ ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ծրագրերի միջոցով մոտ 8 միլիարդ դրամ։ Սյունիքի մարզի համալրման գործընթացներին զուգահեռ աշխատանքներն ընթանում են նաև Կոթայքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Լոռի մարզերում։ Հայանտար պոակի պահպանման ծախսերին կուղղվի 475.5 միլիոն դրամ, որը կազմում է պոակի միայն աշխատավարձի 42%-ը։ Կազմակերպության պահպանման ծախսերի հիմնական մասը նախատեսվում է ապահովել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող սեփական եկամուտների հաշվին, որոնք կձևավորվեն անտառային ռեսուրսների այլընտրանքային եւ կայուն օգտագործման միջոցով, ինչը կնպաստի հատատեղիներից ստացվող եկամուտների կախվածության նվազեցմանը եւ բնապահպանական հավասարակշռվածության ապահովմանը։ Նշեմ, որ 2025 թվականի ձեռնարկատիրական մուտքերը 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 193 միլիոն դրամով կամ 22.6%-ով, կազմելով ավելի քան 1 միլիարդ դրամ։
Աճի դինամիկան կապավի նաև հաջորդ բյուջետային տարվա ընթացքում։ Անտարվերակարգման եւ անտառապատման աշխատանքների իրականացման ուղղված ֆինանսավորման ծավալը նվազել է 50%-ով, կազմելով 500 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացել 65 հեկտար անտառմշակույթի հիմնում, ինչպես նաև նախորդ տարիներին արդեն իսկ հիմնադրված ավելի քան 1450 հեկտար անտառի միանվագ խնամք։ Անտառների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար 2026 թվականի համար նախատեսված է շուրջ 391 միլիոն դրամ։ 2026 թվականին ևս ավիացիոն կենսաբանական պայքարի աշխատանքներ կիրականացվեն Սյունիքի, Վայոց ձորի, Կոթայքի եւ Արագածոտնի մարզերի 9000 հեկտար անտառային հիմնական վարակված տարածքներում։ Անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում վերհանված վնասակար օրգանիզմներով վերականգնված անտառածածկ տարածքներում այս տարվա գարնանը անօդաչու թռչող սարքերով 9000 հեկտար վնասատուներով եւ հիվանդություններով վարակված տարածքների վրա իրականացվել են նախատեսված աշխատանքները։ Հաջորդ ծրագիրը բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում ծրագիրն է, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի խոշոր աղտոտող կազմակերպությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերն ուղղվում են ազդակիր համայնքներին բնապահպանական եւ առողջապահական միջոցառումների իրականացնելու համար։ 2026 թվականին նախատեսված է 686 միլիոն դրամ բնապահպանական սուբվենցիա 17 ազդակիր համայնքների համար։ Ընթացիկ տարում բյուջեից բնապահպանական ծրագրի իրականացման համար հատկացվել է ավելի քան 1 միլիարդ դրամ, այս միջոցներն ուղղվելու են 15 համայնքներում իրականացվող տարբեր նախաձեռնություններին, որոնք միտված են էկոհամակարգի կայունացմանը, հիդրոլոգիական ռիսկերի նվազեցմանը եւ կանաչ ենթակառուցվածքների ընդլայնմանը։ Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բնապահպանական ծրագրեր, որոնցից կցանկանայի առանձնացնել խոշորագույնները։ Օրինակ, Քաջարանում կարգավորում է Գեղանուշ գետի հունը եւ ամրացում են հենապատերը, Կապանում իրականացում են Վաչական գետի հունի մաքրման աշխատանքները, իսկ Երևանում Նուբարաշենի խճուղու հատվածում ձևավորում է նոր անտառաշերտ։ Արդեն հաջորդ 2026 թվականին նախատեսում է մեկնարկել մի շարք նոր նախաձեռնություններ, մասնավորապես Կապան քաղաքում կիրականացվեն Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ, իսկ Երևանի նոր վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման եւ ոռոգման համակարգի ստեղծման ծրագիր։ Յուրաքանչյուր տարի այս ծրագրերը փոփոխում են պայմանավորված օրենքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարի, ինչպես նաև համայնքների կողմից ներկայացված բնապահպանական ծրագրերի թվի փոփոխությամբ։ Ոլորտի բյուջետային կարևոր ծրագրերից է բնական ռեսուրսների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում ծրագիրը, որի ընդհանուր հատկացումը կկազմի ավելի քան 1.11 միլիարդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում 624.5 միլիոն դրամ կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 պոակի պահպանման ծախսերին, որը 2025 թվականի համեմատ մնացել է անփոփոխ նախարարության կողմից որդեգրված քաղաքականության շրջանակներում։ Վերջինս միտված է պոակների ֆինանսական ինքնաբավության բարձրացմանը եւ սեփական եկամուտների շարունակական աճի ապահովմանը։ Նշված մոտեցումը նպատակ ունի երկարաժամկետ կտրվածքով նվազեցնել պետական բյուջեի վրա ֆինանսական բեռը, խթանելով կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունը եւ արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը։ Այս պոակների ձեռնարկատիրական մուտքերի մասով նշեմ, որ 2025 թվականի 9 ամիսների կտրվածքով դրանք կազմել են 480 միլիոն դրամ, որը 5.6%-ով կամ 25 միլիոն դրամով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Սևանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացման համար նախատեսված հատկացումը կազմում է 467.7 միլիոն դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից պակաս է շուրջ 28 միլիոն դրամով կամ 6%-ով, ինչը, ինչպես նշել էի, պայմանավորված է հիմնադրամի ֆինանսական առողջացման ընթացքով եւ գործունեության արդյունավետության բարձրացմամբ։ Միջոցառման շրջանակներում կապահովի անհետացման եզրին գտնվող արժեքավոր ձկնատեսակների Սևանի իշխանի երկու ենթատեսակների արհեստական վերարտադրությանը։ 2027 թվականից սկսած պետական բյուջեից հիմնադրամի բնականոն գործունեության ապահովելու նպատակով հատկացվում են համապատասխան միջոցներ 2022 թվականին 300 միլիոն դրամ, 23-ից սկսած յուրաքանչյուր տարի 496 միլիոն դրամի չափով։ 2025 թվականի համար նախատեսված 520,000 հատ մանաձկից արդեն իսկ Սևանալիչ բաց է թողնվել 400,000 հատ։ Մնացածը նախատեսվում է բաց թողնել նոյեմբերին։
2026 թվականին միջոցառման շրջանակներում նախատեսվում է 1.2 միլիոն հատ մանրաձկան բաց թողում։ Սևանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման նպատակով նախատեսված գումարը 2026 թվականի համար կկազմի 15.5 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր տարի Կենտրոնաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից գիտական ուսումնասիրությունների հիման վրա արձանագրում են Սևանա լճի ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարները, որի արդյունքներում սահմանվում են նաեւ Սիգի արդյունագործական որսի չափաքանակները, մասնավորապես 2024 թվականին սահմանվել է 679 տոննա չափաքանակ, որից փաստացի որսվել է 652 տոննան, պետական բյուջեը վճարվել 44 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 2025 թվականին սահմանվել է 1123 տոննա չափաքանակ, որից ներկայումս փաստացի որսվել է 460 տոննա, եւ 2025 թվականի համար բնօգտագործման վճարից մուտքերը կկազմեն մոտ 73 միլիոն դրամ։ 2025 թվականի ապրիլին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխությամբ 2026 թվականից կենսապաշարների, այդ թվում սիկ ձկնատեսակների համար բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար։ Հիշեցնեմ, որ ավելացվել են նաև բնօգտագործման վճարի դրույքաչափերը, այդ թվում սիգի 1 կիլոգրամը սահմանվել է 300 դրամ, գործող 65 դրամի դիմաց։ Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառման համար նախատեսված գումարը կազմում է 4.4 միլիոն դրամ։ Միջոցառման շրջանակներում գնահատվում է հիմնական որսատեսակների պոպուլյացիաների արդի վիճակը, դրանցից որոշների սեզոնային որսը թույլատրելու հնարավորությունները եւ որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները։ Հարկ է նշել, որ 2024 թվականից որսի թույլտվությունների տրամադրումը իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիտորինգ ծրագրի ընդհանուր հատկացումը պետական բյուջեից կազմի մոտ 1.87 միլիարդ դրամ։ Այս ծրագրում ներառված են երկու ՊՕԱԿ-ի պահպանման ծախսերը։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի համար նախատեսված հատկացումներ կազմեն 1.65 միլիարդ դրամ։ Կարևոր է նշեմ, որ 2025 թվականի պետական բյուջեից հատկացված 300 միլիոն դրամի գումարով ձեռք է բերվել մթնոլորտային օդի որակի 2 դիտակայան, որոնց տեղադրման համար ներկայումս ընթանում են տեղանքի պատրաստման աշխատանքներ, ինչպես նաև այս տարի Հայաստանի եւ Ճապոնիայի միջև ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ձեռք կբերվի ճապոնական արտադրության ժամանակակից սարքավորումներ 3 դիտակայանների համար, որոնք նախատեսվում է տեղակայել Երևան քաղաքում։ Նշված դիտակայանների տեղադրմամբ կապավ Երևան քաղաքի օդի աղտոտվածության ամբողջական գնահատումը։ Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռի չափել օդի հիմնական աղտոտիչները, տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակին եւ օպերատիվ ներկայացնել հանրությանը։ Պետական բյուջեի եւ դրամաշնորհային միջոցների հաշվին ձեռք բերված եւ տեղադրված 50 ավտոմատ օդերեվտաբանական կայանները թույլ կտան լիարժեքորեն ապահովել եղանակի գերկարճաժամկետ կանխատեսումները եւ զարգացնել համակարգը։ Հանրապետության անտառների վերաբերյալ ամբողջական թարմացված տեղեկատվության արկայության նպատակով կիրականացվի անտառների պետական հաշվառում, անտառների ազգային գույքագրում եւ անտառների ազգային մոնիտորինգ։ Այդ նպատակով 2026 թվականի ընթացքում, ինչպես եւ նախորդ 2 տարիներին, կտեղադրվի 330 հատ մշտական փորձահրապարակներ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՕԱԿ-ի գծով նախատեսվել է 217 միլիոն դրամ։ Հարկ է նշել, որ ներկայումս լավարկման փուլում է գտնվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքը, մշակում է նոր նախագիծ, որի նպատակն է շտկել կիրարկման ընթացքում ի հայտ եկած որոշակի խնդիրներ։ Միաժամանակ նախատեսում է առավել հստակեցնել ՇՄԱԳ եւ ՌԵԿ գործընթացները, համապատասխանեցնելով միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորվածություններին։ Բնագիտական նմուշների պահպանություն եւ ցուցադրություն ծրագրի շրջանակներում ապահովում են Հայաստանի բնության պետական թանգարան ՊՕԱԿ-ի պահպանման ծախսերը եւ 2026 թվականի համար հատկացում կազմի շուրջ 41 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության մշակում ծրագրի համակարգում եւ մոնիտորինգ ծրագրի ընդհանուր հատկացումը կազմում է 2.25 միլիարդ դրամ, որը 1 միլիարդ դրամով կամ 44% գերազանցում է 25 թվականի հաստատված ցուցանիշը։
Այս միջոցառման ներքո ընդգրկված են շրջակա միջավայրի նախարարության մոտ 1.15 միլիարդ դրամ եւ բնապահպանական ծրագրի իրականացման գրասենյակի 105 միլիոն դրամ աշխատակազմերի պահպանման ծախսերը եւ ինչպես նշել եմ շուրջ 1 միլիարդ դրամ COP17-ի կազմակերպման եւ անցկացման համար։ Միջոցառումների COP17 միջոցառման վերաբերյալ առավել հանգամանորեն եւ մանրամասն կարծում կներկայացնեմ արդեն նոյեմբերի 11-ին կայանալիք ազգային ժողովի նիստում իմ զեկույցի ժամանակ։ Շնորհակալություն։